2023 թվականի հոկտեմբերին ելույթ ունենալով Մետաքսի ճանապարհ համաժողովին հենց այս հարթակից առաջին անգամ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը, որն այնուհետև ստացավ միջազգային մեր բազմաթիվ գործընկերների հավանությունն ու աջակցությունը։ Խաղաղության խաչմերուկ նախագծի այդ մեկնարկային կետը վարչապետ Փաշինյանը հիշեցնում է Թբիլիսիում, որտեղ Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետների հետ մասնակցում է Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին։ 2 տարի տարբեր հարթակներով ներկայացվող նախագծի առանցքային գաղափարը տարածաշրջանային եւ միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի տարածքով զարգացնելն էր ոչ միայն դեպի Վրաստանի եւ Իրանի, այլև Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ, սահմանի բացումով։ 2 տարի անց վարչապետն արձանագրում է. հաջողություններ ունենք, հղում անելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրին։ Երրորդ կետում ասվում է, մեջբերում եմ. մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարեւորությունը հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունը ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Հռչակագրի այս կետի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց, շարունակում է վարչապետը հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի նախորդ օրն արած հայտարարությունը։ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ուզում եմ իմ գնահատակն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան. Ղազախստանից, Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Հայաստանի վարչապետի շնորհակալական խոսքերի հասցեատերերը նաև Ղազախստանի նախագահն ու Վրաստանի վարչապետն են։ Վերադառնալով Վաշինգտոնյան ստորագրություններին առանձնացնում է նաև 4-րդ կետը։ Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ Trip-Route հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար մենք հիմա արդեն աշխատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մանրամասնում է Փաշինյանը։ Դրական երկխոսություն կա նաև Թուրքիայի հետ եւ կա հույս, որ առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Պատրաստ ենք երաշխավորել Հայաստանի տարածքով տարանցումը Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս եւ հակառակ ուղղությամբ, նշում է վարչապետն ու պարզաբանում, բայց դեռ միայն քաղաքական առումով, տեխնիկապես դեռևս ենթակառուցվածքները պատրաստ չեն։ Քաղաքական առումով պատրաստ ենք նաեւ երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղի նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Համոզված եմ եւ վստահ եղեք, այս տեխնիկական հարցերը նույնպես 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։ Հարցը քննարկվում է Trip ծրագրի շրջանակում, նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Այս ամենը չի լինի, եթե չլինի խաղաղությունը, վարչապետը շեշտում է։ Այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը առավել ինստիտուցիոնալ դարձնելու, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում, ստորագրելու եւ վավերացնելու ուղղությամբ։
Բացարձակապես համաձայն չեմ, վարչապետի անդրադարձն է այն մեկնաբանություններին, թե տարածաշրջանի տրանսպորտային նախագծերը մրցակցում են իրար հետ։ Մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին, մեծացնելով Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը։ Մի օրինակ բերեմ. Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետի իրագործման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց Սև ծով երկաթուղին, ահռելի չափերով մեծացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Ադրբեջանի տարանցման պոտենցիալը։ Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով Հարավային Կովկասը ամենագրավիչ տարանցիկ ուղի դարձնելու են Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, խաղաղությունը, որ հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, TRIP նախագիծը, Վրաստանի և Իրանի բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։ Ինչը նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու, եթե չասենք չեն հերիքելու, մեծացող այդ հոսքերը սպասարկելու համար։ Այն ահռելի միջազգային հետաքրքրությունը, որ այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը մենք միասին համագործակցված, ես նկատի ունեմ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, պետք է ճիշտ օգտագործենք մեր տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը երաշխավորելու համար։ Վարչապետի համոզմամբ տրանսպորտային բոլոր հաղորդուղիների հերթով բացումը պատմական փոփոխություն է բերելու մեր տարածաշրջանում։ Մենք ի վերջո ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս։ Ի վերջո խաղաղությունը, բարեկեցությունը, զարգացումը կոմերցիոն բեռների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մշտական ուղեկիցն են կամ հակառակը կոմերցիոն բեռները, խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծերն են խաղաղության և բարեկեցության մշտական ուղեկիցը։ Եվ ահա խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան և մեզ մնում է ավելի շատ բեռներ, ավելի շատ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և ավելի շատ բարեկեցություն, ավելի շատ զարգացում բերել Հարավային Կովկաս։ Ինչն էլ ավելի կամրապնդի խաղաղությունը, ավելի ամրապնդված խաղաղությունն էլ իր հերթին կմեծացնի թե բեռների, թե բարեկեցության, թե զարգացման ծավալն ու տեմպը տարածաշրջանի 3 երկրների համար։ Կարծում եմ մենք հարավկովկասյան 3 երկրների ղեկավարներս ունենք բավարար կամք, իմաստնություն և հեռատեսություն այդ բեռների, բարեկեցության, զարգացման ու խաղաղության ներկայությունն ապահովելու համար աշխատել ոչ միայն առանձին, այլև միասին։ Իհարկե, մեր մյուս հարևանների և միջազգային գործընկերների հետ համագործակցված։ Տնտեսական կապերն ու տարածաշրջանային համագործակցությունը խթանելուն ուղղված քայլերը ինչպես են նպաստելու հարևանների հետ կապակցվածության ուժեղացմանը։ Մոդերատորի հարցին վարչապետը օրինակով է անդրադառնում։ Մի տարի առաջ չէինք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին կամ նախագահին, Ադրբեջանի վարչապետը շնորհակալություն հայտներ Հայաստանի վարչապետին, եւ սա շատ կարևոր իրադարձությունների մասին է վկայում, եւ ես ուզում եմ ընդգծել, որ իսկապես մեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է եւ ուզում եմ այս նրբության վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ թե իմ, թե նախագահ Ալիևի կողմից այս շեշտադրումն է արվում եւ դա իրողություն է։ Իսկ խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելու համար շատ կարևոր է փոխկապակցվածությունը, տրանսպորտային կապերը օգուտներ են բերում բոլոր կողմերին, նաև բերում են փոխկախվածություններ։ Իհարկե, բառը կարող է քաղաքական առումով բարեհունչ չհնչել, բայց սա շատ կարևոր գործոն է, այսինքն ինչ է նկատի առնվում, երբ որ երկրները սկսում են իրար հետ համագործակցել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում, դա ինչ էֆեկտի է բերում, դա բերում է տնտեսական աճի էֆեկտի, դա բերում է բյուջետային եկամուտների աճի, դա բերում է պետական ծախսեր անելու եւ հանրությունների բարեկեցության մակարդակը բարձրացնելու էֆեկտ է բերում եւ հանկարծ երկրները հասկանում են, որ փոխադարձաբար հետաքրքրված են միմյանց կայունությամբ, տարածքային ամբողջականությամբ,
ինքնիշխանությամբ, երկրների ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություններով, որովհետև շատ կարևոր է, որ երկրները, ես տվյալ դեպքում Հարավային Կովկասի երկրների մասին եմ խոսում, մենք իրար հետ հաղորդակցվելիս, մենք վստահ լինենք, որ հաղորդակցվում ենք իրար հետ եւ մենք կարող ենք հասնել ձեռք բերել պայմանավորվածություններ եւ իրականացնել այդ պայմանավորվածությունները։ Այսօր հաստատված խաղաղությունը հնարավորություն է հետադարձ հայացքով նայել մեր վերջին ավելի քան 100 տարվա պատմությանը, շարունակում է վարչապետը, ընդգծմամբ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի պատմությունները փոխկապակցված են իրար հետ։ Ես բերեմ ամենապարզ եւ հանրահայտ օրինակը։ 1918 թվին Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը մի քանի օրվա ընթացքում անկախություն ստացան։ Հետո որոշ ժամանակ անց Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ ոչ 3 օրում, անկախությունը 3 օրում ստացան իրար հետ, մի քիչ ավելի երկար տևեց, բայց նույն ժամանակաշրջանում կորցրին իրենց անկախությունը։ 1991 թվականին երեք երկրներ էլի ըստ էության միաժամանակ անկախություն ստացան։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ մենք մեր պատմությունից պետքա դասեր քաղենք, ես կարծում եմ, որ մենք 1991 թվականին 1918-20 թվականների մեր պատմությունից բավարար դասեր չէինք քաղել եւ չէինք հասկացել, իսկ ի՞նչն է պատճառը, մենք իրար հետ ստացանք անկախություն, իրար հետ կորցրինք անկախությունը։ Սրա պատճառներից մեկն այն է, որ մենք չգնահատեցինք միմյանց համար իրար անկախությունների, ինքնիշխանությունների եւ պետականությունների կարեւորությունը։ Ինչու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր դարձավ, Թբիլիսյան հարթակից առաջին անգամ վարչապետն իր տպավորություններն է ներկայացնում։ Մենք նախագահ Ալիևի հետ այս թեմայով երբեք քննարկում չենք ունեցել։ Իմ կարծիքով այնուամենայնիվ մի չերևացող գործոն կա, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը։ Մենք սկսեցինք հնարավորություն ստեղծվեց ավելի լայն համապատկերում տեսնել Հարավային Կովկասը եւ հասկանալ, որ այնուամենայնիվ եւ ինչպես պատմությունը ցույց է տալիս, ի հեճուկս կոնֆլիկտի, հակասությունների եւ երկարատև թշնամանքի, այնուամենայնիվ մեր եւ Ադրբեջանի պարագայում նկատի ունեմ, այնուամենայնիվ Հարավային Կովկասի երկրների ճակատագրերը ունեն որոշակի փոխկապակցվածություններ եւ կոնֆլիկտը, թշնամությունը մեզ հաճախ թույլ չի տալիս նկատել ընդհանուր շահերի այն բազան, որը մենք կարող ենք ունենալ։ Մեր կոնֆլիկտի պատմությունը մեկ օրում ուղղակի չի ջնջվել, չի կարող լինել այդպիսի բան, շարունակում է Փաշինյանը, մանրամասնում իր դիտարկմամբ մթնոլորտը փոխվել է դրականի, քանի որ սկսել են ավելի շատ նկատել, որ Հարավային Կովկասի 3 երկրներն ունեն ընդհանուր շահեր, եւ այդ ընդհանուր շահերը կարող են ռազմավարական նշանակություն ունենալ, քանի որ այն բեռները, խողովակաշարերը, որոնք կանցնեն մեր տարածաշրջանով, եկամուտ են բերելու 3 երկրներին էլ։ Հետևաբար ստացվում է, որ մենք ընդհանուր գործընկերություն ունենք։ Հետևաբար մենք բոլորս, երբ որ մեր պետական բյուջեի եւ հանրային եկամուտները կմեծանան, մենք բոլորս մի օրակարգ ենք ունենալու ինչ անել, որպեսզի այդ եկամուտները առաջինը չնվազեն եւ ընդհակառակը ավելանան։ Ահա եւ ամենապարզ այն ընդհանուր շահերի բազան, որի մասին ես խոսում եի։ Իրինա Կրչյան, լուրեր։